Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ ներկայացնեմ այն, որ այս պահին շուկայական գներին չի համապատասխանում տված այդ սերտիֆիկատը ու նաև շատ անհամապատասխան ու նաև օրինակ չի գործում այս պահեդրությամբ բանկ ու կառավարություն, բանկ պետություն կապը, որովհետև տալիս են սերտիֆիկատ, այդ գումարին հստակ չի կարողանում տվյալ կապ չունի որտեղ Երևանում թե սահմանամերձ գյուղում տուն վերցնել ու պիտի ավելորդ վարկ վերցնես քո տունը ապահովելու համար, այսինքն քո բնակարանը առնելու համար ու պետք է ներկայացնես գումար։ Այս պահին նաև որը կապվածանար զբաղվածության հետ աշխատանք խնդիր կա, արցախցիների մեծամասնությունը պատերազմի պատճառով, այլ հարգելի պատճառներով այս պահին գտնում է սև ցուցակում, այսինքն բանկը իր համար վստահելի հաճախորդ չի ու գյուղերում կամ Երևանից դուրս բանկը այդ տները չի դիտարկում որպես անշարժ գույք, որ հետագայում հանկարծ այդ մարդը ինչ որ ավելավճար տալու համար խնդիրների առաջ կանգնի, այսինքն խնդիրներ է, որը չի ստացվում, բացի դրանից էլ հիմնական բանը, որ շուկայական, այսինքն գների այս հիմնական բանին չի համապատասխանում։ Վերցնենք օրինակ 4 հոգանոց օրինակ վերցնենք ընտանիք, որը ինքս հաշվենք Երևանում չէ, Երևանից դուրս, Մասիս քաղաքում, Էջմիածին քաղաքում, մոտակայքում եւ այլն, տուն պետք է առնի, տալիս են 12 միլիոն։ 12 միլիոն դրամով այս պահին համեմատելով տեսնելով շուկայական գները կարող ես երևի ձեռք բերել զորով 500 քառակուսի մետր մաքսիմում հողա տարածք։ Այդ էլ որ կարողանաս ձեռք բերել։ 500 քառակուսի մետր հողա տարածքը որ ձեռք բերես։ Ոնց պիտի բնակարան կառուցես։ Հիմա թեկուզ այս պահին աշխատավարձերն էլ միջինով 125,000-170,000 է գալիս, մեկը 150 աստանում, մեկը 100 աստանում, մեկը 170 աստանում, ով էլ աշխատում է, բայց հիմա նաև էդ էլ է խնդիր, այս պահին այսինքն չես կարող դու եւ դա անես եւ դա։ Հիմա նաև մեզ համար ոչ միայն այս կոնկրետ թիրախավորն ասեն հնգումար են ուզում բնակարան եւ այլն, ապահով են մինիմալ կացարանով։ Այն ամենամինիմալ կացարան պայմաններով կացարանով, որ մենք շարունակել ենք մեր պայքարի հետ գնալու համար։ Մենք չենք ուզում ստեղ մեզ տուն լինի, չենք ուզում մենք բնակարան եւ այլն, չէ, մինիմալ պայմաններով ապահով են մենք ստեղ մնանք ու մեր այդ հարցերը հետ գնալ, հա, միանշանակ։ Ու որը իրարից ամեն ինչ կապում է։ Օրինակ, այս պահին ասում են 40+10 որ կտրում ենք եւ այլն, այդ 40+10 ես համատում եմ վրանի հետ։ Հիմա մենք եկել ենք մեր մայր հայրենիք ու մեզ տրամադրել են հաշվենք թե վրան։ Մեր համար վրանը 40+10,000 դրամ ծրագիրն է ներկա պայմանավորությամբ։ Հիմա մեզնից պետությունը փորձում է այդ վրանը վերցնի, ասի ապրեք։ Հիմա վրանը վերցնում ո՞նց ապրենք։ Այսինքն էտա, հա, այն ինչ է ծրագիրը անում է եւ այլն, մի ինչ որ քիչ մարդկանց մեծամասնությունը ցավոք սրտի վաղը մնալու է դրսում։ Եթե փոփոխություն չլինի, եթե հանրահավաքի ժամանակ, այսինքն այնքան մարդ դուրս եկել ու իրոք այդ խնդիրները ունեն, խնդիրները կա, մեծամասնությունը չի կարողացել գալ տարբեր հեռավոր տեղերում մնալու համար, գումարային խնդիր, տրանսպորտային խնդիրի պատճառով չեն հասել։ Այսինքն ոչ թե մենք որ հանդիպում էինք իրանց հետ, ասում էին դե դուք ներկայացում եք 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի, չգիտեմ, X քանակ, դա բոլորի կարծիք չի։ Իսկ մենք մի խումբ արցախցիներ, որը խորհրդի կազմում կան, իրենց խորհրդ կազմ ունեն, իրենք որոշել են, որ չէ, իրենք այսինքն կողմ են քվեարկել, չգիտեմ, կողմ են եղել, նախ թող հրապարակեն այդ մարդկանց ովքեր էին արցախցիների անունից հանդես գալիս, հետո ովքեր էին այդ ծրագրերին կողմ, որ տենց իրենց համար ասենց այո, իրենք որ մենք ասում ենք մենք ժողովուրդը դժգոհ է, մենք ժողովուրդ ենք, մենք դժգոհ ենք այդ ամեն ինչից, ասում եմ մենք նախորդ ձեր արցախցիներից ունենք խորհրդի կազմում անդամած մարդիկ, այդ մարդիկ կողմ էին դրան, այսինքն ովքեր են այդ մարդիկ, մենք էլ չգիտենք։ Այս պայն ակտիվ մենք ով հասարակական կազմակերպություն ներկայացնում, փորձում եմ ինչ որ բան անել, պաշտպանելու իմ եւ իմ հայրենակիցների իրավունքները։ Այսինքն ակտիվ այս գործունեություն եք ծավալում հիմա, մեզնից այսինքն ոչ մեկ չկա խորհրդի կազմում։ Ինչու չկա, ինչու չեն հրապարակում այն մարդկանց անունները, ովքեր այդ կազմի մեջ կային, ովքեր փորձում էին, այսինքն կողմ էին այդ նման ծրագրերի։ Հիմա հուսով ենք, որ մենք չգիտեմ, միգուցե այնտեղ կողմեր չեն քվեարկում, միգուցե ասում են ծրագիրը այսպես պիտի։ Օրինակ կողքից որ մեկ անգամ մասնակցել եմ, արհեստական էր ամեն ինչը։ Ծրագիրը իրանք չգիտեմ ովքեր մշակում էին, ներկայացնում էին, վերջ ծրագիրը էսա։ Հիմա ակնկալիքն ինչ է, որ ասենք շտաբ եք հիմնել ու սպասում եք, այս մի շաբաթը որ հայտարարեցիք հանրահավաքի ժամանակ, ինչ եք ակնկալում, ինչ եք անել։ Ակնկալիքները, որ այն պահանջները կա
մի քանի օրվա ընթացքում լուծում տվող հարցեր, կա երկարաժամկետ, մենք ամեն ինչ հասկանում ենք ու հուսով ենք, որ այդ հարցերին կտրվի լիարժեք պատասխան կամ կհրավիրեն մեզ իրանց հետ քննարկելու մենք տեսեք այդ նորից ներկայացնում եթե չգիտեն նորից ներկայացնելու հիմա մենք հանրահավաքի ժամանակ կառավարությանը ներկայացրել ենք պահանջագիր ու համապատասխան վարչությանը այնտեղից պատասխանել են որ 7 օրվա ընթացքում մենք ձեզ կպատասխանենք ասում ենք պատասխան ինչ որ եղել է որ 7 օրվա ընթացքում հա իհարկե վարչության պետ չեմ սխալվում Համլետ Նազարյանի կողմից ընդունել են վերցրել պահանջագիրը մեր կողմից տրամադրված, ասել որ 7 օրվա ընթացքում մենք ձեզ կպատասխանենք։ Մենք սպասում ենք 7 օրվա ընթացքում իրանց պատասխանին, հուսով ենք դրական պատասխան կլինի ու նաև այդ ընթացքում էլ կատարում ենք ակցիաներ, որ տարբեր թեմաների շուրջ, տարբեր ակցիաներ, շտով մենք մեր Facebook-յան էջում, Telegram-յան էջում հայտարարում ենք այն ակցիաների մասին, որը սպասում է, որը անում ենք, անելու ենք Իսկ Հայաստանի քաղաքացիության այդ պարտադրանքը ինչու չեք ուզում ընդունել, ինչն է էլի խնդիրը ձեր համար։ Շուտ իմ համար ոչ միայն իմ շատերի համար անհասկանալի է նույն ազնագիրը, նույն քաղաքացին, ինչու, այսինքն ինչու պետք է գնամ ես ազնագիրը ստամ, նորից նույն ազնագիրը վերցնեմ ու մի հատ տիպ փոխված։ Ու այդ որ մի քանի տարի առաջ այդ ազնագիրով ոչ մի խնդիր, ոչ մի թեկուզ հիմա էլ ոչ մի խնդիր չկա, ոչ մի տարբերություն չկա, եթե դա էլ ինչ որ, չգիտեմ, օրենքի հակասում եւ այլն, իրենք այդ կոնկրետ արցախցիների մասով մի հատ որոշ այդ ազնագրի մասով կոնկրետ մի հատ որոշում կայացնեն, հեշտ ու հանգիստ, այդ միանգամից դառնան, հա, նույնը, բայց ես հիմա ասում ենք դուք ես ով է, որ ես քաղաքացի չեմ։ Ես այսինքն ազնագիրը թող ասեն տարբերություն ընդհանրապես չկա։ Կամ եթե հստակ ինչ-որ բան կա, որ դա խանգարում է, բացիված է ժողովուրդ, այս պատճառով, այս ինչ պատճառով, դա խանգարող հանգամանք է։ Մի քիչ էլ գիտեք, վիրավորական է, պարտադրանք, որ անենք։ Բացատրեք ինչու անել, մենք անենք։ Մի խնդիր